Բարև ձեզ, մենք ներկայացնում ենք տարբերվող հաղորդում, որտեղ լավագույն պայծառատես Անի Գրիգորյանն իր գերբնական ուժով ու անսովոր զգայարաններով բացահայտում է հայ հայտնիների ներկան, անցյալն ու ապագան, խոսում է նրանց ճակատագրերի մասին։ Անին նշում է, որ ճակատագրերից փախչել չի կարելի, բայց այն բացահայտել կարելի է։ Ողջույն Անի։ Ողջույն Անահիտ։ Ուրախ եմ, որ այստեղ ես, մենք միասին շարունակելու ենք մեր հետաքրքիր հաղորդաշարը։ Ես նույնպես ուրախ եմ հրավերքի համար, միանշանակ բացահայտելու ենք հյուրի անցյալը, ներկան եւ ինչու՞ չէ նաեւ ապագան։ Եվ հաղորդման ձևաչափի համաձայն, ովքեր որ չեն տեսել մեր նախորդ հաղորդումը, ուզում եմ պատմել, որոշակի բացահայտումներ անել։ Մենք ունենք թաքնված հյուր, ով ինձ նախապես տրամադրել է իր իրերից մեկը։ Թաքնված հյուրի մասին պայծառատես Անի Գրիգորյանը տեղյակ չէ։ Ես ադմինիստրատորին խնդրում եմ տրամադրել Անի Գրիգորյանին հյուրի տրված իրը, որի շնորհիվ պայծառատես Անի Գրիգորյանը որոշակի բացահայտումներ է անելու նրա հետ կապված։ Խնդրում եմ տրամադրել իրը։ Ինչա՞, աղոթքով։ Հետաքրքիր էր ու զարմանալի։ Չեմ ընդունում, թող այս մատիտը հյուրը պահի իր ձեռքը եւ վերադարձնի ինձ։ Անի Գրիգորյանը չընդունեց հյուրի տրամադրած իրը։ Այս պահին ադմինիստրատորը տրամադրում է մեր հյուրին Անի Գրիգորյանի տված մատիտը, 2 րոպե անց այդ նույն մատիտը կհայտնվի պայծառատեսի ձեռքում։ Երկու րոպե անց Անի Գրիգորյանին տրամադրում ենք մատիտը, որը մեր թաքնված հյուրը պահել էր իր ձեռքում։ Ընտրեմ Անի։ Փորձեմ մատիտի միջոցով ու իմ պատկերացմամբ նկարեմ հյուրին ու խոսեմ հյուրի անցյալի, ներկայի ու ինչու՞ չէ նաև ապագայի մասին։ Շատ հետաքրքիր է։ Չեմ ուզում խանգարել, բայց ինձ մի հարց հետաքրքրեց։ Ասեք։ Ինչու թուղթը ճմրթեցիք։ Իրականում այսպիսի դեպք իմ հետ դեռ չի եղել 16 տարվա ընթացքում համ տեսնում եմ տղամարդ, համ տեսնում եմ կին։ Դրա համար զայրացել եմ ու ուզում եմ հասկանամ ես ինչ եմ տեսնում։ Համ տղամարդ, համ կին։ Ներկայիս պատկերը տալիս է կին։ Անի, ես որոշակի առումով ապշած եմ։ Ճիշտ է, ներկայում ես հյուրին կին եմ տեսնում, բայց ես նաև նկարել եմ այս դեմքը։ Մի կողմը տղամարդ, մի կողմը կին։ Հյուրը տարօրինակ անձնավորություն է, ներկա պահին ինքն իրեն համարում է կին։ Ոչ թե համարում է, այլ կնոջ կերպարի մեջ է, բայց ինքը նախկինում եղել է տղամարդ։ Տղա անձնավորություն, ով սեռափոխվել է ու դարձել է կին։ Շատ գեղեցիկ արտաքինով կին է, ինքը ներկա պահին, շատ գեղեցիկ արտաքին ունի։ Ես մի քիչ զարմացա աղոթքափրկի վրա, որովհետև նման մարդիկ Աստծո կողմից ընդունված չեն։ Ըստ
Հայր Աստծու, Եհովա Աստծու եւ Հիսուս Քրիստոսի հենց համասեռամոլների համար եղավ Սոդոմ Գոմորը, բայց ես տվյալ անձին չեմ կարող ասել, որ ինքը համասեռամոլ է, հասկանում եք, կարող է հանրության, ժողովրդի հանրության համար այդպես լինի, բայց իր նախկին կյանքը, որ ինքը ապրել է նախկին կյանքում, ինքը եղել է կոմսուի, հասկանում եք, ու այս աղջիկը, երբ որ մահացել է ու այս երեխան ծնվել է, իր հոգին տեղավորվել է այս երեխու մարմնի մեջ, դրա համար այս տղան չի կարողացել ոչ մեկի բացատրի, որ ինքը ոչ թե տղա է, տվյալ տղան է, այլ ինքը կին է ու տվյալ կինն է, հասկանում եք։ Ու դրա համար ինքը իրեն միշտ զգացել է որպես կին արմատ, բայց քանի որ ինքը ունեցել է շատ խիստ ծնողներ, ավանդապաշտ ծնողներ, ինքը թակուն որ շպարվել, աղջկական բաներ արել, որը որ հետագայում բացահայտվել է, հասկանում եք, բայց ես ուզում եմ ասեմ, ինքը շատ մեղ քանձնավորություն է, այնքան լավ մարդ է, այնքան բարի մարդ է, իրոք մարմնովս թող անցավ, ինքը այնքան վատ օրեր է տեսել, փողոցն է մնացել, սիրտս լցվեց իրոք, սոված է մնացել, դաժանաբար իրեն իր ծնողները ծեծել են, մինչև առայսօր իր ծնողները իրան չեն հասկանում, գիտես, չեն հասկանում, մտածում են շեղված է, իրանց երեխան խայդառակ է, իրանց ընտանիքում երկու երեխայի կորուստ կա, գիտեք, մեկը եղբայրը, ով շատ երիտասարդ տարիքում է մահացել, մեկն էլ ինչ որ քուրիկ են ունի, հիմի էլ քուր ունի, երկու պտուղ է եղել մոր արկանդի մեջ, մեկը մեռել է, մեկը լուսաշխար է եկել, բայց իրանց ընտանիքի ծնված երեխեքից ամենայուրահատուկը ինքն է, գիտեք, չէ, ուղղակի չեք պատկերացնում, այնքան վատ եմ հիմի ինձ զգում, որ այս խեղճ երեխի ապրածը տեսնում եմ, փողոցները, դուրսը քնելը, սոված լինելը, այն որ աշխարհից անտեսված լինելը, ուզում եմ հասկանամ, լավ, հայրը չընդունեց, մոր մեջ քուտ խիղճ չկա, կամ եթե իր մայրը հիմի այս հաղորդումը տեսնում է, ինձ թվում է պետք է որ իրեն վատ զգա, որտեվ իր երեխան է, այսօր ոչ մեկս ապահովագրված չենք, ես ոչ թե մարդկանց պրոպագանդում եմ, որ այդ ուղին բռնեն, այս չի կոչվում համասեռամոլություն, այս մարդու մարմնի մեջ ուրիշ հոգի է, հասկանում եք։ Ուրիշ հոգի է, ու ինքը այնքան բարի է, ինքը պատրաստ է, որ իր ծնողներին ների, չնայած իրան չեն ներում, ու նույնիսկ իրան որպես անառակ, որպես անբարո չեն թողել իր եղբոր Շիրիմին ներկա լինի, որը որ իր մոտ սենց ահա որ ստրեսային է, հասկանում եք, ես չգիտեմ, ես իր ընտանիքին տեսնում եմ ինչ որ աղանդավոր, միգուցե ես սխալ եմ տեսնում, բայց ես գիտեմ, որ յուրաքանչյուր աղանդավոր էդ կլինի վերջի օրերի սրբերի եկեղեցի, Եհովայի վկա, կյանքի խոսք, 50-ական թե բապտիստ, ինքը պարտավոր է իր երեխուն ների, որտեվ Տերը ասել է պետք է ներեք ու այս երեխան չի սպանե, հասկանում եք, չի կողացե, չի թալանե, ոնց կարակ իրան քարկոծեք, հալածեք, չգիտեմ, ես ինքս միշտ դեմ եմ եղել նման բաների, բայց երբ որ այստեղ տեսնում ես մահացածի հոգին այս տվյալ անձի մեջ ու այս մարդը մեղք չունի, հալածել, չարճարել, տանջել ես կան, այնքան լավն է ինքը ոչ մեկի չի պամպասում, գիտեք, չէ, ոչ մեկի դեմ չարածած չի, բայց այն ուղին, որ ինքը անցել է, խելագարվել կարելի է, հասկանում եք, այդքան դաժան, սոված, ցուրտ, սենց իրոք ես մի քիչ բարդ բնավորության տեր մարդ եմ, իրոք սարսափելի հուզվեցի իր համար, բայց պետք է ասեմ, որ իր կյանքում այնքան մեծ արև պետք է շողա, ինքը գնալու է Հայաստանից, ամուսնանալու է ու երկու հատ բալիկ է որտե գրելու, մեկը աղջիկ, մեկը տղա, որը իր երազանքն է, իր կյանքում հիմի էլ սիրելի տղամարդ կա, ինքը շատ սիրուն աղջիկ է ներկա պահին, ես երևի մի քիչ որ ինձ տրամադրեմ կկարողանամ իր անունն էլ ասեմ, կամ եթե չեմ սխալվում իր անունը ներկա պահին Մարի է,
կամ Մոնիկայը։ Շատ լավ մարդ է ինքը ու իրա ընտանիքին այնպես են արել, որ իրա ծնողները չուզենան իր երեխին տեսնել։ Չարկապանքներ։ Չարկաբանքներ են արել, որ այս գյոզալ երեխին չուզենան իրանք տեսնեն։ Իրա ծնողները տարբեր տեղերում են գտնվում, Ռուսաստան, Հայաստան, քույրը ինչ որ ուրիշ տեղ, այսպես ցակ ու ցրիվ է եղած իրանց ընտանիքը։ Իրանց ընտանիքում ոչ մեկ երջանիկ չէ, հասկանում եք։ Այս իրավիճակն է այստեղ տիրում։ Անի սովորաբար ես յուրաքանչյուր իրավիճակից կարողանում եմ ելք գտնել, սակայն այս պահին պապանձվել եմ ու չեմ ուզում ժամանակ կորցնել։ Ուզում եմ միանգամից տաղավար հրավիրել, այո դուք ճիշտ եք, Մոնիկա Սարգսյանին, ով տրանսգենդեր կին է։ Մոնիկա, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Անի Գրիգորյանը շատ քիչ մարդկանց մասին է այսպես դրական տեսնում եւ իրականում բացահայտեց այն, ինչի մասին շատ քչերը գիտեն։ Հա, մի բան կներեք, ես չղայնացած էր վրա, որովհետեւ ինքնասպանության փորձ է կարել ու այդ լավ չի, դուք այդ մարդը չեք հասկանում։ Ես չեմ անում փորձ։ Չանեք, աղոթքա գիրկը ձեռքին ունեցող մարդը չի կարա ինքնասպանություն փորձել։ Հա, փորձերը չեմ անում։ Աստված ինձ պահապանա։ Ամեն։ Մոնիկա, ինչից հետո է եղել փորձը ինքնասպանության։ Երբ որ ծնողները ճիշտ տեսավ Անին, որ ինձ ծեծել ու դուրս են բռնդել ու փողոցներում եմ հայտնվել, դժվար է այդ ամեն ինչը հիշել։ Հա, 2 շաբաթ փողոցներում լինելուց հետո, կյանքում աղան կռիվ տեսնելուց հետո, հա, ես բախվել եմ ինքնասպանության փորձին։ Բայց Աստված ուժ է տվել վերջին պահին։ Ինչ ուժ էր դա, ինչպես հասկացաք, որ պետք չի գնալ այդ քայլին։ Ուղղակի sense վերջի վարքյանին ուղղակի ես երբ որ արդեն կանգնել էի այդ շեմին, հա, ինքնասպանության փորձի, ուղղակի sense լույս է վառվում ու ոնց որ Աստված ինձ ձեռքիցս քաշում է ու հորդում է։ Ոնց է ստացվում, որ ես ծանոթանում եմ մարդկանց հետ, ոնց է ստացվում, որ ես դուրս եմ գալի այդ անդունդից, ոնց է ստացվում, որ այդ ամեն ինչը անցյալում է մնում ու ես ոնց որ վերածնվեմ, հա, ու շարունակեմ ապրել։ Իսկ վախեր ունեք։ Հիմա վախեր ունեք։ Վախեր։ Չէ։ Այն ամենի միջով ինչի միջով դուք եք անցել, կարծում եմ Եթե Աստված ունենա յուրաքանչյուր մարդ իր ներսում, յուրաքանչյուր վախ հաղթահարելի է։ Անի Գրիգորյանը նշեց, որ դուք ապագայում լավ կյանք եք տեսնելու։ Հա, ես պատկերացնում եմ ու աղոթում եմ դրա համար, ճիշտ եք տեսել։ Երեխաներ եք որդեգրելու, ունեք այդ Երազանքն է, հա։ իսկապես։ Հա, երեխա ունենալ։ Մոնիկա, Դալ այն սերը երեխան, որը որ իմ ծնողները ինձ չեն տվել ցավոք սրտի։ Ամեն ինչ կանեմ, որ դա լինի։ Աստծո օգնությամբ։ մեկը չեք չարացել ծնողների նկատմամբ։ Չէ, Հասկանում եք իրենց։ Սովորացնում չարանալ։ Աստված սեր է ու թող Աստված իրանց ների ու իրանց ուժ տա հասկանալու ըմբռնելու համար, քանի որ երեխա ունենալը պատասխանատվություն է։ Աստծո մարդի Եվ պատասխանատվություն է։ մեծ պատասխանատվություն է։ Պատի ծակից ոնց որ կասեին հայերը չեն քանում, հա, երեխաներին ու շունչ են տալի ծնողները, հա, Աստված շունչ է տալի այդ երեխային, որ մեծանա եւ երեխաներին նույնպես ոնց որ ծնողներին չեն ընտրում զուտ որ դա երեխան է իրենց անկախ սեռից ու իր կյանքի դրվածքից ու ոնց ուզում է ապրել կարևորը կողքի մարդուն վնաս չտա ես չեմ կարծում որ վնաս եմ տվել ինչ-որ մեկին եթե ես բարակամ վնաս եմ տվել ապա ինքս ինձ միայն դատավորը միայն Աստված է ու ես անգամ այն մարդկանց ովքեր որ ինձ մահ են կամեցել դրդել են ինքնասպանության փորձին կյանք են տվել ու ուզեցել են խլեն ու միջև այսօրս ես պայքարի մեջ եմ Աստծո շնորհիվ է որ ես ողջ եմ ու ես
այդ մարկանց շնորհիվ ուժեղ եմ դարձել, իրանք ինձ դարձրել են այն, ինչը որ ես հիմա կամ, ով ես կամ։ Իսկ ինքնասպանությունից բացի ինձ հետաքրքիր է եղել են պահեր, որ իրականում բացի որ դրսում եք հայտնվել, որ սոված եք եղել, ճգնաժամային պահեր, որոնք չեք կարողացել հաղթահարել եւ իրենք ունեցել են իրենց շատ լուրջ հետևանքները։ Բավականին վերջերս 2020 թվականին, երբ որ եղբայրս սովեց, ճիշտ եք տեսել, հա, եղբայրը կորցրել 44-օրյա պատերազմ։ Այդ ժամանակ շատ խորը ծանր հոգեվիճակի մեջ էի ու միայն կրկին Աստվածային ցույց տվել այդ փորձությունը եւս հաղթահարելու, քանի որ ես չգիտեմ, միգուցե դուք կհասկանաք դա, որ մեր ընտանիքում ամբողջ միայն ես եմ տեսել իմ եղբոր հոգին, հա, զգացել եմ դա ներկայությունը, բայց դա ինձ խանգարել է, այսինքն հոգեվիճակը, որը որ ստաբիլ նորմայի մեջ է եղել, դուրս է եկել նորմայից։ Մոնիկա, Դրա պատճառով հոգեբուժարանում եմ հայտնվել։ ոչ թե դրա պատճառով չեք ունեցել Միգուցե կարող նայել որ չէ։ այն էներգետիկ դաշտը, դուք ճիշտ տեսել եք իր հոգին, բայց քանի որ չեք ունեցել այն էներգետիկ դաշտը, որ տիրապետ եք դրան, հիմի էլ ձեր եղբոր հոգին, ձեր հետևում կանգնած է, ես լուրջ եմ ասում, ինքը շատ է ափսոսացել, որ չի հասցրել ձեզ ասի, որ ձեզ ներում է ու սիրում է, ու հիմի ինքը այս ձեր գլխի վերևում կանգնած թելադրում է, որ ձեզ փոխանցեն, որ ինքը ձեզ շատ է սիրում ու ինքը ձեզ ներել է, ինքը մինչև իր մահը որոշել է, որ ձեր հետ կապի դուրս գա, հասկանում եք, ես մի քիչ այսպես բարդ բնավորություն ունեցող մարդ եմ, բայց այս թեման ինձ ահավոր ուզեց ու ինքը հիմի թելադրում է ինձ, որ ձեզ ասեմ, որ ինքը ձեզ ներել է ու ինքը ամեն վայրկյան ձեր կողքին է։ Դուք թեգուս ասենք առանց մամայի, պապայի միշտ այցելեք իր շիրիմին, որտեղ ինքը ձեր կարիքը ունի ու ինքը շատ է ուրախանում, որ դուք գնում եք ու աշխատեք այն ինչ ինքը սիրում է, տարեք, ինքը հբարտանում է ներկապային ձեզանում։ Արա, որտեղ ինքը հիմի ձեր գլխի վերևը կանգնած թելադրում է ինձ, որ ձեզ ասեմ, որ ինքը պատրաստ է եղել ձեր հետ խոսալու ու չի հասցրել։ Եղել է այդպես բան։ Ձեզ ինչ պետք է ասեր նա ձեզ։ Ոչ թե ըստ իրա ներկապահին հոգին թելադրում է, որ ասեն, որ ինքը իր նախկին եղբոր է, ով հիմի կին է, ինքը ներել է, սիրում է ու ընդունում է նենց ոնց կա։ Ներկապահին էդ է թելադրվում։ Անի Կան իրազողվել է, ինքը նաև խոսակցություն ա եղել իմ քույրիկի հետ ու հեռախոսազրույց ա ունեցել մինչև պատերազմը ու ինքը ասում էր, երբ որ ես վերադառնամ, շատ կուզենամ հանդիպեմ Մոնիկայի հետ ու զրուցեմ ու ամեն ինչ անցյալում թողնենք ու ապրենք ներկայով։ Որովհետև ինքը այդ իր բանակում ահագին խնդիրներ է տեսել ու ինքը պատրաստ է եղել, որ հասկանում եք Մոնիկային ներկա պահին տվյալ անձի հոգին այդպես է թելադրում։ Եվ միգուցե նաև առնչվել է մահվան հետ ու հասկացել է, որ այս կյանքում ավելի կարևոր արժեքներ կան, ամենայն դեպս իմ կարծիքով։ Ինքը հիմի տվյալ հոգին ուզում է, որ իր ներկայիս քրոջը տեսնի երջանիկ ու բախտավոր ու անընդհատ ես պետք է քեզ խնդրեմ, որովհետև այդպես ուզում է հոգին, որ երբ որ երեխա որտե գրես ու տղա անպայման իր անունով կոչես։ Իմ փոքր եղբայրը արդեն դրել է։ Կապ չունի, ինքը ուզում է դուք տնեք, որովհետև ինքը կիսատ խոսքը չի հասցրել ձեզ ասել։ Մոնիկա, դուք ձեր խոսքում նշեցիք, որ հանդիպեցին ձեր կյանքում մարդիկ, ովքեր ձեզ ուժ տվեցին ու այդ անդունդից հանեցին։ Իրականում ինչի մասին է խոսքը։ Եվ ինձ նաև հետաքրքիր է այդ շրջանը սոված ծառավ, ինչ էիք անում, որտեղ էիք քնում։ Այդ կարելի ասել դժողքի մի շրջան էր փուլեր կյանքի։ Սարսափ ֆիլմը ուղղակի համեմատել այն ամեն ինչի միջով ինչի ես եմ անցել, մի քիչ դժվար է, որովհետև այն մի այլ բան է, երբ որ ֆիլմ ես դիտում, ու մի այլ բան է, երբ որ կյանքում վերապրում ես այդ ամեն ինչը,
սարսափելի էր ուղղակի։ Ես չեմ կարող ասեմ, գիշերները ուղղակի ես մի հաղորդման մեջ նկարահանվա այդ ժամանակ 14 թիվներ։ Լեդի Կարմենի ճակատագիրը sense էր կոչվում հաղորդումը ու երբ որ տանեցիները տեսան, ես հիշում եմ, որ շատ դաժան վերաբերվեց հայրս ու դուրս է բռնդել ծեծի ենթարկելուց հետո քույրս չի ընդունել ու տենց փողոցներում եմ մնացել ու հասարակության մեծ մասը, եթե Մոնիկա ջան, կներեք, որ ընդհատում եմ, քույրդ Հայաստանում չի ապրում, չէ, որովհետև ես իրան ուրիշ երկրում տեսա, մի հատ ուզում եմ այսպիսի բան ասեմ, ես չեմ ուզում ձեզ նեղացնեմ, ուղղակի ուզում եմ հասկանամ, բա այդ խիստ ավանդապաշտ ընտանիքը հանդուրժում է, որ աղջիկ երեխան ուրիշ երկրում է, արաբական երկրում է։ Ես քանի որ ընտանիքում, մեր ընտանիքում իմ ձայնը հաշվի չեն առել երբեք ու այս պարագայում էլ, երբ որ ես նույն հարցը տվել էի ծնողներից, իրանք ասեցին դու ձայնի իրավունք չունես։ Հա, տեսեք, ես չեմ մեղադրում ոչ ձեզ, ոչ ծնողներին, ուզում եմ հասկանամ, եթե խնամություն են տնում, որ Մոնիկան լավը չի, անբարո վարք է ցուցադրում, բա այդ ոնց հասկանանք, որ աղջիկ երեխան Դուբայում է ու մենակ։ Այդ է ստոմա ծնողների հետ պետք է հանդիպել խոսել։ Չէ՞ որ ասում են ծնողի համար երեխեքի մեջ պետք է տարբերություն չթրվի։ Ես չգիտեմ, ուղղակի իրանց մտածելակերպը ինչ ձև է, հոգի ու սիրտ ունի յուրաքանչյուր մարդ, բայց իրանց մոտ ոնց է այդ ամեն ինչը ընկալվում երեխա հասկացողությունը չգիտեմ։ Մեկը ես իմ երեխա, եթե ունենամ երեխա ու աստված, իմ երեխայի գլխից մաս պակասի, ես չգիտեմ ինչ կլինի։ Տաներ կտանեմ, բայց ուր մնաց երեխային ծեծի ենթարկել ու վռնդել տանից, ռուսերեն ասած պես նա произвол судьбы, այսինքն դու չգիտես քո երեխան վաղը ողջ կլինի, թե չէ, ու այդպես արդեն 12 տարի ես ապրում եմ։ Չեք հանդիպել։ Փորձեր արել եք։ Համարյա 4 տարի առաջ եմ հանդիպել, դա վերջին հանդիպումն է, երբ որ ինձ ասեցին հաջողություն, սա վերջին հանդիպումն է։ Արդեն սեռափոխված դուք գնացիք։ Այդպես եմ ինձ տեսել, դա վերջին հանդիպումն էր հրաժեշտի, որ դուք քո կյանքով մեզ մոռացի, մենք մեր կյանքով։ Իսկ ինչ զգացիք իրականում սովորաբար մարդիկ, հա, որքանով որ տեղյակ եմ, ձեր ծնողները գյուղում են ապրել, հա, տեսեք այդ մենթալիտետով եւ այդ մենթալիտետում ապրող մարդիկ որոշակի առումով միգուցե հոգու խորքում այլ բան զգան, բայց հաշվի առնեն նաեւ հասարակության կարծիքը։ Դուք որպես երեխա երբ նայում եք ծնողների աչքերին, ինչ եք զգում իրականում դա նրանք էին խոսում, թե հասարակությունն էր խոսում իրենց բերանով։ Իհարկե հասարակությունն է, որտեղ Աստված սերը, Աստված ներողը, Աստված բժշկողը, Աստված ընդունողը եւ Մոնիկա ջան, կներեք, ինչ հավատք եք ուսումնասիրում։ Ես ինքս իմ մեջ եմ հավատում ասուն, կոնկրետ այ 50-ականը նշեցիք, հայն ծնողների 50-ականներ են, ես այդպիսի ընտանիքում եմ ծնվել մեծացել, բայց ես թողեցի դա այդ ամեն ինչը ինքս իմ մեջ եմ, ես եկեղեցի չեմ գնում, ես ինքս իմ մեջ եմ որովհետև դուրականջույս մեջ է Աստված, ես ուզում եմ հասկանամ մարդ, ով 50-ական է, մարդ, ով քարոզում է Աստծո խոսք, երբ որ ես ապրում էի Ռուսաստանի Դաշնությունում, ես բավականաչափ բոլոր հավատքները ուսումնասիրել եմ, ուզում եմ հասկանամ ոնց կարա 50-ականը չների իր երեխուն, չընդունի։ Այդ իմ խաղապարից դուրս է, ասում է иногда чужие люди становятся близки, а близкие становятся чужие։ Մեկը դու չգիտես, մեզանից ոչ մեկ չգիտի վաղը իր երեխան ինչ ա լինելու։ Ոչ մեկ։ Նույն հարցը ես եմ ինքս ինձ տալու, ոնց կարա ծնողը լինելով աստվածապաշտ մարդ, դավանող հավատքի, հա, ու չընդունի իր երեխային իր յուրահատկությունների պատճառով։ Այդ իմ համար սենց սպազմ ա տալի ուղղը, չի ընկալում, չի կարում այդ ամեն ինչը, ոնց ասեմ, մարզի, հա, ուղղս առողջ մտածելակերպը մարդու, ուղղակի դա չի կարում ընկալել, ոնց կարա Աստված ընդունող լինի, ներող լինի, սիրող լինի, բայց միառժամանակ էլ
չընդունող ու սենց մոռացող։ Դու ոնց կարած քո երեխային մոռանաս։ Ես ուզում եմ մի հատ օրինակ բերեմ, տեսեք, շատ հաճախ մարդիկ, ովքեր չեն հասկանում Աստվածաշնչից, պատկերացում չունեն, ու երևի մեր հաղորդումից հետո մեկնաբանություններում կգրեն, որ իրենք Մոնիկային չեն սիրում, առավել եւս Անի Գրիգորյանին, որտեղ այդ աստուծո չէ, այդ չարիկա, չգիտես ինչա, ու ես ուզում եմ հասկանամ, երբ որ կա այդ դատաստանի օրը ու հաստատ գալու է, այդ նույն գրողները արդյոք կփրկվեն, իրանք այդպես լավ են ապրում, հա, ասու կանոններով, եւ Մոնիկան, Անին եւ մյուսները չեն փրկվի, այդ մենակ Աստված գիտի, հասկանում եք, ով է սաղմնալու, ով է մեռնելու, ոչ այդպես այն երբ որ ամբարոյականին բոլորը խփում էին, Քրիստոսն ինչ ասեց, թող առաջին այն մարդը քարը նետի, ով ինքը մեղք չի գործել, հասկանում եք, մարդիկ այսօր շատ հաճախ այդ նույն մեկնաբանություն գրողները մեկ ես տեսնում եմ, որ ասում են, կուշակությունը ասուտ չէ, իրանք ենքան տը հասեն, կուշակությունն ու պայծառատեսությունը չեն տարբերում իրարից, հասկանում եք, ու ասում են այդ ասուտ չէ, ու նայում ես այնպիսի մեկն է խոսում, ով թմրամոլ է, ով ուրիշի տղամարդուն է գրավել, ով անպարով արկիտեր է, ուզում ես հասկանաս լավ, քու Աստվածը քեզ ներելու է, հա, ես այդ եմ ուզում հասկանամ, այ մարդ, այս մարդը ինքը ներկապահին այսպես է, դու ով ես, որ քննադատում ես։ Իհարկե մենք ոչ քննադատում ենք, ոչ ռոպագանդում ենք, մենք ներկայացնում ենք իրավիճակը եւ մենքա ինձ մի հարց է հետաքրքիր, եթե այսօր ձեր վախերը կարողանային խոսել, ինչ կասեին, այն ժամանակվա վախերը։ Այն ժամանակվա վախերը։ Անբարդ հարցը։ Եթե կարողանային խոսեին վախերը, ուրեմն ես չէի լինի, եթե վախերով ապրեի, ես Մոնիկան չէի լինի, ու միգուցե ես ողջ չէի լինի։ Մոնիկա ջան, իսկ ինչի համար է կարմիր թելը ձեր քեզ։ Այս գիրքը արդեն 2 տարի։ Գիրքը չէ, թելը, կարմիր թելը։ Շատ իրեք։ Այս աղոթել եմ ու կապել եմ։ Դու ես աղոթել։ Հա, նպատակների։ Լավ ես արել, բայց երբեք ոչ միտեղ կապանք մի քիչ, որ քո փախտը չկապվի, հասկանում ես։ Հանի իրան ու մի կապքից։ Ես քեզ խոստանում եմ, շատ յուրահատուկ կարմիր սարքած լավ բան կդամ նվեր, որ քեզ անպայման կբերի շատ մեծ հաջողություն։ Հա, Հանի, Մոնիկա ջան, լավ հաջողություն։ Ես կխնդրեմ ադմինիստրատորին մկրատ տրամադրել։ Ճականիդ հետևի, սերտիդ ու այրանդ խնդիրին, որովհետև ես տեսնում եմ, որ ոտքերի հետ կապված ուռածություն ու խնդիր պետք է լինի։ Անպայման քեզ հետևի, որովհետև քո կյանքը մենակ քո ձեռքերում է։ Ու քեզ Աստված տվել է ընտանիք կազմելու հնարավորություն, դու համարի, որ այդ վատ երազը ու փակի է դեջը։ Ների բոլորին, դու բոլորին ների, որտեվ դու դրական մարդ ես։ Երբեք ոչ մի բանին կապանքներ չանես, ես քեզ անպայման շատ սիրուն նվեր կուղարկեմ ու կասեմ ոնց պահես, եղավ։ Շնորհակալ եմ Մոնիկա խիզախ գտնվելու, շնորհակալ եմ ճշմարտության աչքերին ուղիղ նայելու համար, շնորհակալ եմ, որ ընդունել ես մեր հրավերը, հուսամ եւ ոչ թե հուսամ, այլ վստահ եմ, որ Անի Գրիգորյանի հնչեցրած մտքերը հերթով իրականություն են դառնալու եւ մի քանի տարի անց մենք արդեն կլսենք ձեր երջանկության մասին։ Նոր ինտերվյու կգամ, հա։ Սիրով։ Այսօր այսքանը եթերում դեմ առ դեմներ կհանդիպենք շուտով։ Դեմ առ դեմ, այստեղ իրականությունը դառնում է սարսափելիորեն մերկ։